Բարև իմ շատ սիրելի հայրենակից, Արմատ մեդիայի եթերում Ադրբեջանի կուլիսներում հերթական հաղորդաշարն է։ Վերջին շաբաթներում Հարավային Կովկասում ձևավորվում է մի նոր եւ վտանգավոր փուլ Իրանի եւ Բաքվի միջեւ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն բաց տեքստով նախազգուշացնում է Բաքվին, որ իր տարածքում գտնվող իսրայելական հետախուզական եւ ռազմական օբյեկտները ազգային անվտանգության հարց են հենց Իրանի համար։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի իր տարածքը տրամադրել Իսրայելին հետախուզական եւ ռազմական գործողությունների համար, ապա դա չի կարող անհետևանք մնալ։ Այս հայտարարությունները հիմնված են իրական փաստերի վրա։ Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է Իսրայելի ամենակարևոր ռազմական գործընկերներից մեկը։ Ադրբեջանի զինանոցում մեծ քանակությամբ իսրայելական արտադրության հարվածային անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր եւ բարձր տեխնոլոգիական սպառազինություններ կան։ Բայց խնդիրը միայն զենքի վաճառքի մեջ չէ։ Իրանը վստահ է, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է Իսրայելին, որպեսզի այն օգտագործվի որպես ռազմական հենակետ Իրանի դեմ։ Սակայն այս ամբողջ գործընթացը շատ ավելի մեծ խնդիր է ստեղծում Հայաստանի համար, քանի որ եթե Իրանի եւ Ադրբեջանի միջև լարվածությունը վերածվի ավելի լայն հակամարտության, ապա Հարավային Կովկասը կարող է վերածվել մեծ աշխարհաքաղաքական բախման գոտու։ Մի կողմից Իրանը, որը չի պատրաստում հանդուրժել Իսրայելի ռազմական ներկայությունը իր սահմանների մոտ, մյուս կողմից Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ունեն փաստացի ռազմական դաշինք, եւ երրորդ կողմում Իսրայելը, որը ռազմական շահեր ունի Ադրբեջանում։ Այս պայմաններում Հարավային Կովկասը կարող է վերածվել մի տարածաշրջանի, որտեղ կարող են բախվել մի քանի աշխարհաքաղաքական շահեր։ Իսկ այստեղ առաջանում է մեկ տրամաբանական հարց. ինչ են անում Հայաստանի իշխանությունները։ Պատասխանը շատ պարզ է։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չկարողացավ ստեղծել եւ ամրապնդել անվտանգային համակարգ, այլ նաեւ նպատակադրված քանդեց մեր դաշնակցային հարաբերությունները ոչ միայն հարևան երկրների, այլ նաեւ մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Հայաստանը այսօր ունի ոչ ռազմական դաշինք, ոչ կայուն դիվանագիտություն եւ ոչ էլ ռազմավարություն։ Սա ամենավտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակն է լինել փոթորիկի կիզակետում եւ չունենալ հստակ ռազմավարություն։ Ավելին, եթե Իրանի եւ Ադրբեջանի միջև լարվածությունը սրվի, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են փորձել օգտվել իրավիճակից եւ նոր ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, առաջ տանելով իրենց տարածաշրջանային ծրագրերը, այդ թվում Զանգեզուրի միջանցքի գաղափարը, մասնավորապես այն համատեքստում, որ Նախիջևանը զինելու համար օգտագործվի Հայաստանի տարածքը, դա քողարկելով որպես տնտեսական հարաբերությունների համատեքստում, շահարկելով Ադրբեջանից բերված բենզինը եւ ցորենը։ Այսինքն, այն ինչ տեղի ունենում այսօր Իրանի եւ Ադրբեջանի միջև հստակ անվտանգային մարտահրավեր է Հայաստանի նկատմամբ, բայց ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները ոչ թե զբաղված են սեփական երկրի անվտանգությունը ամրապնդելով, այլ պարզապես մտած են մենամարտի մեջ կուկուռուզի եւ պերաշկու հետ։ Այս պայմաններում Հայաստանի համար կենսական նշանակություն է ունենալ այնպիսի իշխանություն, որը կարողանա ոչ միայն բալանսավորել արտաքին քաղաքական շահերը, այլ նաև նպաստել Հայաստանի նկատմամբ անվտանգության ռիսկերի էական նվազեցմանը։ Ձեզ հետ ես Ադրբեջանի հարցերի փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։